Այսինքն ամեն ինչ գալիս է ծրագրելուց, պետք է նաև հանգիստը ճիշտ պլանավորել եւ գրագետ այն անցկացնել եւ դրա համար պետք է պարզապես դա ճիշտ պլանավորել ու ծրագրել, որովհետեւ ուղեղը, ինչպես դուք նշեցիք, ստանում է համապատասխան հրահանգները եւ այդ հրահանգներով էլ առաջնորդվում է։ Միանշանակ մեր նեյրոնների պլաստիկությունը հենց սովոր է նրան, ինչու են ասում լավատես կամ վատատես մարդկանց մոտ տարբեր ձև է ստացվում ինչ-որ մի խնդիր է։ Այդ նույն սկզբունքով ուղեղը աշխատում է բոլոր ոլորտներում։ Դու ոնց ուղեղին հրահանգես, այն ձևով է ինքը աշխատելու, այն ձևով է ինքը լուծումներ գտնելու քեզ համար։ Երբեմն մենք ասում ենք, բողոքում ենք, վայ աշխատանքից, շատ ենք աշխատում, ամբողջ օրը այնտեղ ենք, բայց երբ որ դու այդ ամեն ինչին կողքից ես նայում ու փորձում ես անալիզ անել, հասկանում ես, որ դու ինքդ ես գտրել քեզ այդ իրավիճակի մեջ։ Դու կարող ես գործատուին բացատրել, պահանջել, որ ես ունեմ հանգստի իրավունք, ես պիտի աշխատեմ մինչև այս ժամը, այսինքն մենք մեր ընտրությունը երբեմն քողարկում ենք կամ դրանում մեղադրում ենք ուրիշների ու արդյունքում մենք չենք կարողանում մեզ վերականգնել։ Մենք մեզ չենք ճանաչում, մենք պիտի սովորենք առաջինը իզոլացված մեզ ճանաչել։ Երբ որ ոչ մեկ չկա կողքից, ոչ մեկ խորհուրդներ չի տալիս։ Երբ որ մեզ կճանաչենք, մենք կփոխենք նաև մեր իրականությունը։ Բայց շատ հաճախ անկախ տարիքից, նույնիսկ մանկապարտեզի տարիքի երեխաներից մեր ուղեղը սովորում է փախնել խնդրից, ոչ թե լուծումներ տալ այդ խնդրին, որովհետև փորձում է ադապտացվել ձևական իրականությանը, որովհետև շատ ուժեղ մարդ պիտի լինես, որ քո բնական իրականությունը կարողանաս դրսևորել, այլ երբ որ դու այսպես ասած սպիտակակրավ ես իրականության մեջ, դա է ուժեղության նշանը, ոչ թե ձևական հզոր քեզ ցույց տալը, իսկ դրա համար պետք է առաջին ինքդ քեզ ճանաչես ու պիտի արտաքին միջավայրը պիտի չփոխի քեզ, նույնն էլ հանգստի կազմակերպումն է, նույնն էլ աշխատելու քանակն է կամ թույլ տալը, որ արտաքին ստրեսային հանգամանքները փոխեն քո իրականությունը։